Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից, շատ ուրախ եմ, որ մեզ հետ եք։ Բարեկամներ, մենք նախաձեռնել ենք ազգային խոհանոցի վերականգնման ծրագիր, այս պահին մենք զբաղված ենք Շիրակի մարզի խոհանոցի վերականգնմամբ եւ այսօր ինձ օգնելու է այդ գործում Լուսինե Հովհաննիսյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ մեր խոհարարական երկնակամարում ծագող աստղ։ Բարև Բարի լույս։ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ եմ, շատ լավ եմ։ Ես այնքան եմ ուրախանում, որ մեր երիտասարդ խոհարարները ներգրավված են մեր հնագույն խոհանոցի, հնագույն կերակրատեսակների վերականգնման գործում։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ ենք անելու այսօր, Լուսինե ջան։ Այսօր պատրաստելու ենք Շիրակի մարզից եւս մի ուտեստ, թիրիթ է կոչվում, եւ տոնատիսական կերակրատեսակ է։ Եվ բաղադրիչները շատ պարզ, ըստիս նաև շատ համեղ։ Այո։ Գլուխսող, բլղուր կամ ձավար, Այո։ սալորաչիր եւ բոյարսկայա մեր յուղը։ Բոյարսկայա յուղը։ Եվ ավելացնելու ենք այսօր նաև տակով աղցան, օգտագործելու ենք բազուկ, որ Շիրակի մարզում ասում են տակ, հորած պանիր, արևածաղկի սերմ, մանանեխ, ձիթայուղ եւ բաստուրմա, բայազետ ընկերության բաստուրման։ Գնացինք ինչով։ Դուք սկսեք աղցանը, ես կաթսա բերեմ։ Ես սկսեմ աղցանը։ Չզարմանաք, պարոն Մամուլյան, որ չեմ տաքացնելու տափակը, յուղը չեմ դաղելու, այսպես ասած, որովհետև միանգամից հենց այստեղ էլ գործողությունները կատարելու եմ, լցնելու եմ այստեղ ձավարը, այսքանը բավական է, այո, կտրատելու եմ սալորաչիրը, արդեն եռացած ջուրը կրկնակի չափով, Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ նշել, որ ընդհանրապես աղցանները, այսպես աղցանների ծագումը կամ պատրաստումը շատ խորքային, ինչ որ ազգային այդպես արմատներ չունի, աղցանները դե յուրաքանչյուր խոհարարի մտահղացման արդյունք է, եւ մենք օգտվելով առիթից ուզում ենք աշխատենք մեր այս հաղորդման շրջանակներում բազմաթիվ աղցաններ պատրաստել հաշվի առնելով Շիրակի մարզին բնորոշ մթերքները եւ իհարկե պահպանելով տեխնոլոգիան եւ լրացնել աղցանների մասը։ Իհարկե ասածս չի նշանակում, որ քիչ աղցաններ կան Շիրակի մարզում, բայց մենք նորից ավելացնենք, նորից զարգացնենք եւ առատացնենք։ Ահա, արդեն ուզում է եռաջուրը, պետք է խտությունը պինդ լինի եւ սոխարացի համար արդեն նոր տապակ եմ դրել։ Սոխարացը պատրաստիր։ Իսկ մենք հենց այս հյութի մեջ էլ կպատրաստենք սոուսը։ Կարելի է։ Մանանեխ, ձիթայուղ, իսկ ես յուղ, կավելացնենք մի փոքր աղ, լոտուս ֆիրմայի, խառնում ենք, միատար զանգված պիտի ստանանք, շատ երևույթներ, շատ կերակրատեսակներ հենց հաղորդման ժամանակ են ստեղծում, հարգելի հեռուստադիտողներ, այնպես որ մենք պիտի օգտագործենք այդ պահը, ինչպես ասում են, մուսաները գալիս են երբ որ դրանց մասին հիշում ենք։ Եվ այսպես, աղցանը կպատրաստենք, բայց դու պիտի հավաքես աղցանը, ես կօգնեմ քեզ սոխարածը իրականացնել։ Իսկ մոտավորապես
40 գրամ լավ կլինի։ Այո։ Ընտրեմ։ Գեղեցիկ է։ Սա այստեղ։ Բաստուրման։ Թողնեմ չամանը ինչ կարծիք ես։ Ինձ թվում է չէ։ Ինձ թվում էր, հա, դրա համար մեկը կմաքրեմ, մյուսը թողնեմ։ Այսպես կտրատենք։ Անշոտ ունի։ Հա։ Քանի որ ուղղակի մենք սկզբունքը հասկանանք աղցանի։ Աղցանը պետք է մեր մարսողության համար պատասխանատու օրգանները գրգռի, այսինքն ոչ թե հագեցած լինի, ոչ թե կշտացնի, այլ ընդհակառակը աղցանից հետո մենք պիտի նորից ուտելու ախորժակ ունենք, քաղց զգանք։ Դրա համար որոշակի կծու, որոշակի աղի, որոշակի թթու Եվ ամենակարևորը պարզ բաղադրիչներից բաղկացած։ Պարզ, այո, պարզ բաղադրիչներ պիտի լինեն եւ հասկանալի։ Շատ որակով բաստուրմա է։ Եկեք պանիրն էլ ավելացնենք։ Հորած պանիր։ Այո։ Իսկ կարելի է ինչ կարծիք ես նաև չեչիլ օգտագործել, չէ՞։ Կարելի է։ Գյումրվա չեչիլ պանիրը։ Մի հատ տեսնենք ինչ խտություն ունի։ Այո։ Մի փոքր աղ։ Սոսից լցնեմ մի քիչ։ Կարելի է, այո։ Գեղեցկություն։ Եկեք մի փոքր համեմի թերթիկներ ավելացնենք, ինչ որ կանաչ գույն է ուզում։ Կանաչ գույն է ուզում, կերակուրը ուզում է գույն։ Ես տեղերով կարող եմ փոխել, որ սխարածն ավելի արագ լինի։ Լուսինե, Այո։ այս հնագույն կերակրատեսակները, որ պատրաստում ես, պատրաստելու ընթացքում ինչ-որ զգացողություն, չէ, հանի հետ շփվելու, նախնիների հետ շփվելու, մեր հզոր պատմության հետ շփվելու զգացողություն ունենում ես։ Միանգամայն ճիշտ է, այդ զգացողությունը կա եւ ավելի շատ կարծես թե պարտավորություն է, որ պետք է իմանամ հինը, իմ նախնիների եկածը եւ փոխանցեմ սերնդեսերունդ։ Այո, սա շատ կարևոր Դա է։ առաքելություն է, այսպես ասած, որ պետք Շատ կարևոր է է։ կրում եմ ես իմ ուսերի վրա։ Ապրեստու։ Այսինքն, հարգելի հեռուստադիտողներ, իհարկե մենք ունենալու ենք նաև գրքեր, բնականաբար տպագրելու ենք, բայց այդ գրքերը, եթե դա չի կիրառվելու, այդ բաղադրիչները, այդ բաղադրատոմսերը, կերակրատեսակները, եթե չի կիրառվելու թե տանը, թե հասարակական սննդում, օբյեկտներում, դա նորից մնալու է մի գզրոցից տեղափոխվելու է մի գզրոց, մի մտքից տեղափոխվելու է մի միտք, բայց նաև հարկավոր է եւ սա շատ կարեւոր հանգամանք է, հարկավոր է նաև մեր մասնագիտական կրթական համակարգի անպայման այդ գործնական աշխատանքների մեջ ներառել ազգային մեր ավանդական կերակրատեսակները։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Լուսինե ջան, ինչ է կատարվում այստեղ։ Իմ մոտ արդեն ոսկեգույն երանգի է սոխը։ Այո։ Հիմա, պարոն Մամուլյան, այստեղ կախարդանք է լինելու։ Սոխից մի փոքր հատված պահելու եմ ձևավորման համար։ Այո։ Եվ մնացածը հիմա յուղով կօգտագործենք արդեն ծավալի վրա։ Շատ ու շատ կերակրատեսակներ ունենք, որոնք օգտագործում են քաղցր վիճակում, քաղցրապուրներ, անուշապուրներ,
Եվ ընդհանրապես հատկապես այդ տոնատիսական կերակրատեսակների մեծ մասը շատ է կիրառվում նրանց մեջ չրեղեն, պտուղներից, մրգերից եւ այլն։ Դնենք ափսեները, ինչու պիտի դու ինձ հանձնարարել էիր, որ բավար պիտի 1000-ի տերև պիտի, չէ՞։ Այո։ Օգտագործենք։ Դե որ ափսեի մեջ որ պիտի օգտագործենք, դրա մեջ ենք մատուցելու։ Եկեք սրա մեջ։ Բարեկամներ, 1000-ի տերևը ընդհանրապես դանակով չարժե կտրատել։ Նորից հիշեցնեմ, տակով աղցան, օգտագործեցինք բազուկ, բաստուրմա, բայազետ ընկերության, հորած պանիր, մանանեղ և ձիթայուղ։ Թարմ, գեղեցիկ, ախորժելի տեսքով, ըստիս մի փոքր բաստուրմա եմ ուզում գտնեմ այստեղ։ Ես համաձայն եմ։ Այսպես։ Արևած աղիքները, պարոն Մամուլյան, ընտրեմ։ Գեղեցկություն։ Իմ կարծիքով շատ լավ աղցան ստացվեց։ Թիրիթը եւս պատրաստ է։ Եվ ահա մեր ուղակը խոհարարական, այսպես։ Խնդրեմ սիրելի օպերատորին ավելի մոտիկից նկարի մեր գեղեցկությունը։ Համը։ Միշտ Լուսինեն զբաղված է մատուցման համար հարդարանքնով, կերակրատեսակի նորից հիշեցնեմ, պատրաստեցինք թիրիթ, օգտագործեցինք ձավար, յուղ, սոխ, սալորաչիր, սա մեր խոհանոցի տոնածիսական կերակրատեսակներից է, և պատրաստեցինք նաև տակով աղցան, օգտագործեցինք տակ, ինչպես շիրակում են ասում, բազուկին, բազուկ, հորած պանիր, մանանեղ, ձիթայուղ, բաստուրմա, բայազետ ընկերության և արևածաղկի սերմ։ Եվ մեր սոխարածը, գեղեցկուհի։ Գեղեցկուհի, իգական սեր է։ Այո։ Թիրիթը, լավ։ Կձևավորեմ ափսեն, նոր օղակը կհանեմ, որպեսզի նաև մեր թիրիթը կարողանա սիրուն գեղեցիկ կլոր մնալ։ Ձևավորի և հանի։ Ինչ առաջարկեմ քեզ։ Ողաց։ Արևածաղիկ, այո։ Եվ խոշոր աղ։ Այսպես։ Եվ գնացինք։ Խնդրեմ սիրելի ընկերներ և մեր աղցանը։ Շնորհակալություն Լուսինե, ապրես դու, ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին։ Ուրախ օր, ժպիտներ և մնացեք մեզ հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Լուսինեին, մաղթել նորանոր հաջողություններ, մտքի թռիչք, իսկ խոհարարը հենց այդպիսին պիտի լինի։ Նրա միտքը խոհը պիտի միշտ թռչի։ Վերև եւ վերև։ Ապրես դու, կեցես։ Թիրիթ 4 բաժնի համար։ Աղացած ձավար 240 գրամ, սև սալորաչիր 120 գրամ, գլուխ սող 120 գրամ, յուղ 80 գրամ։ Տակով աղցան
բազուկ 220 գրամ, բաստուրմա 40 գրամ, ձիթապտղի ձեթ 30 գրամ, մանանեխ 4 գրամ, համեմի թերթիկ 5 գրամ, հազարի թերթիկ 15 գրամ, հորած պանիր 20 գրամ, արևածաղկի սերմ 15 գրամ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլոր այն մեր հայրենակիցներին, ում ծնունդն է այսօր։ Ուզում եմ, որ մենք միշտ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։